Այսօր ապրիլի 14-ն է, ես Գագիկ Ալավերյան եմ, ես գլոբալ տաքացված մասնագետ եմ, մասնագիտությամբ խոսք օրինակ 2010 թվականից ուսումնասիրում եմ երկրագնդի միայն ավերիչ երևույթները եւ ես կանխատեսումներ եմ անում, որոնք չեն լինում 99%-ով, լինում են միայն 100%-ով։ Այժմ եթե շատերը ասում են կարակ մի կանխատեսում անել։ Ես իմի կարամ հենց ասեմ ինչ կանխատեսումներ կա։ Դուք եթե մտնեք իմ Facebook-ը կտենաք, այնտեղ ես ցույց եմ տալի եւ միակ մարդն եմ, որ ցույց եմ տալի երկրագնդի վրա ինչ ուժեր կան, որ դրանց շարժը։ Այժմ ես ցույց կտամ, որ կասեմ, որ երկրագնդի վրա Թայվանի ուժերը երեկվանից սկսել են շարժվել ամբողջ ուրեմն Ռուսաստանից, որտեղ նրանք մեծ ավիրացություններ են անում, դեպի նրանք գավներ Թուրքիայից, Միջերկրական ծովից եւ Սև ծովից շարժվում են դեպի Կասպից ծով։ Ուրեմն իմացեք ինչ է դրանց շարժման ժամանակ տեղի են ունելու շատ կամ երկրաշարժեր, հզոր ջրհեղեղներ, փոթորիկներ։ Այսօրվանից ուրեմն ասում եմ, այսօր երեկվանից տվյալ ուժերը արդեն ամբողջությամբ սկսեն շարժվել։ Այնտեղից Մոսկվայում 3-4 օրվա ընթացքում ջերմաստիճանները շեշտակի կբարձրանան, նույնիսկ կարող է 4 օր հետո ջերմաստիճանները դառնան ամառային եղանակներ։ Դուք գիտեք, ես մեկ օր, երկու օր առաջ այնտեղ ձուն ա եկել սառնամանիքներ։ Իմ ասածները լինում են միայն 100%-ով, իմ մյուսները ասեմ։ Ուրեմն Հայաստանում ես ընդդեմ Вот она подтопила улицу. Здесь вот вода уходит, лимнетки принимают, но не успевает, объем воды слишком большой. В Баку 16 апреля пронесся мощный шквальный ветер, вызвавший серьезные последствия. По данным местных властей, было повалено 55 деревьев, у более чем 15 деревьев сломаны крупные ветви. Стихия повредила десятки автомобилей, на некоторые из них упали деревья и обломки. Также зафиксированы перебои в электроснабжении в отдельных районах города. Спасательные службы и коммунальные бригады продолжают устранять последствия ураганного ветра. Жителям рекомендуется избегать парковки автомобилей под деревьями и рекламными конструкциями, а также соблюдать меры предосторожности при передвижении по улицам. В Португалии неожиданно կանգնած է մետեորոլոգիական արտակարգ իրավիճակի առաջ։ Երկիրը հայտնվել է անսովոր ցուրտ եղանակի ճիրաններում, ինչը դարձել է վերջին 10 տարիների ընթացքում ամենաուժեղ սառնամանիքների պատճառը։ Իսկ ըստ որոշ աղբյուրների, անգամ վերջին 30 տարիների ամենացուրտ օրերն են հիմա ապրում մեր արևմտյան հարևանները։ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումակալան պաշտոնապես հաստատել է, որ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է -15 աստիճանի, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն գյուղատնտեսության, այլև մարդկանց առօրյա կյանքի համար։ Սակայն այս պատմությունը ընդամենը եղանակի փոփոխության մասին չէ։ Այնինչ այժմ կատարվում է Թուրքիայում, կարող է խորքային ազդեցություն ունենալ տարածաշրջանի գյուղատնտեսական համակարգերի Մարդկանց հորդորում են տնից դուրս չգալ։ Ադրբեջանը ջրի մեջ է։ Բաքուն եւ Աբշերոնյան թերակղզին հայտնվել են ջրհեղեղի տիրույթում։ Առատ տեղումներ ուղեկցում են ուժգին քամիներով, առաջացնելով համատարած հեղեղումներ։ Ծովի ալիքները հասնում են 3 մետրի, փրկարար ծառայությունները սարսափած են, մարդկանց հորդորում են տնից դուրս չգալ։